Տրանսպորտի փոխնախարար Հրանտ Բեգլարյանի հետ մեր նկարահանող խումբը պատրաստվում է շրջայցի մայրաքաղաքով։ Ամրագոտին կապել է երթևեկության ապահովման ազգային ռազմավարության մի դետալն է միայն։ Ինչ միջոցառումներ են նախատեսված մյուս իրավիճակները շտկելու համար, խախտումներ ամեն խաչմերուկում, ինչքան ուզես։ Երբ որ խաչմերուկից աջ ես մտնում, կանաչ լույսով, հետիոտն էլ ունի կանաչ լույս, անպայման անցմանը պետք է հետիոտնին զիջել։ Լուսային ազդանշանը կանաչ է, ումն է անցնելու իրավունքը, հետիոտինը թե ավտոմեքենայինը, որ կողմին հարցնես որևէ արդարացում ու բացատրություն հաստատ կգտնի, մինչ նման իրավիճակում մեղավոր ու անմեղ են փնտրում, մեկ ուրիշ վայրում նույն պահին ճանապարհատրանսպորտային պատահար կգրանցվի, օրինաչափորեն տխուր ելքով։ Յուրաքանչյուր 10,000 մեքենայի հաշվարկով Հայաստանում տարեկան զոհվում է 11 մարդ։ 2009 թվականի 7 ամիսների ընթացքում հանրապետության տարածքում արձանագրվել է 1037 ճանապարհատրանսպորտային պատահար, զոհ է գնացել 179 մարդ։ Այս ցուցանիշով Հայաստանը մյուս երկրների կողքին զիջում է միայն Ռուսաստանին, Ղազախստանին եւ Բելարուսին։ Համաձայնեք մեզ նման փոքր հանրապետության համար 400 զոհը եւ 3000-ից ավելի վիրավորները միայն մեկ տարվա ընթացքում բավականին ցնցող ցուցանիշ է։ Այս թիվն ավելի մեծ է, քան որևէ հիվանդությունից մահացության ցուցանիշը։ Աշխարհի մակարդակով ավտոճանապարհային պատահարներից զոհերի թիվը զիջում է միայն մալարիա հիվանդությունից մահացածներին։ Անվտանգ երթևեկող հասարակություն 5 տարի անց։ Սա է կառավարության ընդունած ճանապարհային երթևեկության ազգային անվտանգության ռազմավարության հեռանկարը։ Միջոցառումների համալիր ծրագիրն արդեն գործի է դրվել։ Հետիոտն վարորդ փոխհարաբերությունների հստակեցման յուրօրինակ այս սցենարի իրականացման համար 5 տարի ժամկետ եւ $10 միլիոն գումար է նախատեսված։ Բոլորիս կյանքը անվտանգ ու ապահով դարձնելը ծրագրի գերնպատակն է։ Առաջիկա թիրախը 5 տարիների ընթացքում մահվան ելք ունեցող ճանապարհային պատահարների քանակի առնվազն 10%-ով կրճատումն է։ Հանրապետության վթարների 25%-ը Երևանում։ Փողոցը հատել չնախատեսված վայրում առանց լուսացույցին նայելու վարորդներն անտակտ են ու անկարգապահ, բողոքում է հետիոտնը։ Իրենք կարգը խախտում են միայն բացառիկ դեպքերում, երբ շտապում են, բայց դե շատ հաճախ են շտապում, իսկ երբ չեն շտապում, ալարում են։ Փողոցը ինչու անցնում որ չեք անցնում։ Այ վերս ծանրը ինչու անցնում որ չանցար։ Շտապում ենք եւ շտապում ենք եւ չգիտեմ։ Ճանապարհային երթևեկության անվտանգությունը ուղղակիորեն կապված է հետիոտնի ինքնագիտակցության մակարդակի հետ։ Կարգազանց վարորդին կարգի հրավիրելը ավելի հեշտ է տուգանքի տեսքով, քան հետիոտնին, թեև կարգազանց հետիոտնի համար եւս տույժ է սահմանված, միայն թե այդ տուգանքը կիրառելը համապատասխանողակում դեռ վաղ են համարում։ Այնքան համատարած են խախտումները, որ ամբողջ ազգին չես տուգանի։ Չկա մեկը, որ երթևեկության կանոնը պահպանի, չկա մեկը, որ անցման կանոնը պահպանի։ Մեռնեմ օրենքին։ Նստեցինք եւ անմիջապես ամրացնում ենք։ Ինչու է կարևոր։ Այ ուղղակի օրենքա դրամա։ Առաջին հերթին կյանքի անվտանգությունն է եւ երկրորդ հերթին օրենքն է պահանջում, իսկ մենք փաստաբաններ ենք։ Արդեն մի քանի օր է Երևանը կապել է ամրագոտիները, այս անգամ որոշեցինք ու արեցինք։ Պարզվում է, ստացվում է, երբ կա այդ անելու կամք։ 25 տարի այդ թեմայով ոստիկանությունը լռել էր։ Վարորդներին լռության խախտումը սկզբում հաճելի չէր։ Այս շոկին հարմար չէ։ Դե քաղաքի մեջ ինչ արագություն պետք է բացենք, որ դա պետք է։ Ինչն աշխարհում սովորական ու բնականon երևույթ է, մեզ համար ինքնասիրությունն ու արժանապատվությունը խոցող է, անմարդկային։ Ավելին, վարորդներից յուրաքանչյուրը վստահ է, որ ինքն ավելի տեղյակ է, թե որտեղ է անհրաժեշտ ամրագոտին, որտեղ ոչ։ Մինչդեռ վիճակագրությունը փաստում է, Երևանում վթարների 90%-ի դեպքում ամրագոտին կփրկեր մարդկանց կյանքը կամ թույլ չէր տա վնասվածքներ ստանալ։ Անվտանգության հարցը, եթե որ տարածվեց պարտադիր, պետք է բոլորս է կապեն, ինչ խոսք։ Դա որոշում է եղել, պետք է անպայման ամրացնենք։ Ուրիշ կանգնած այսինքն ոչ։ Օրեր անց չամրակապված վարորդներ եզակի դեպքերում կարելի է հանդիպել։ Ի զարմանս ինձ այսօր առավոտյան ժամը 8-ից մինչև այս ժամը ծառայություն կատարելիս չեմ հայտնաբերել չամրակապված որևէ տրանսպորտային միջոցի վարորդի։ Ճանապարհային ոստիկանության ավարտեցի ժողովրդական գործունեության ձեռքբերումներ։ Պարոն Թադևոսյան, երթևեկելիս ամրակապված չէիք անվտանգության ամրագոտիներով։ Ինչպես եք պատճառաբանում ձեր չամրակապված լինելը։ Տեղակ չէ, ճիշտ ասած, պարոն Ալթերցյան։ Եթե դուք ձեր շուրջը նայեք, երթևեկող տրանսպորտային միջոցները համարյա բոլորն ամրակապված են։ Քաղաքում չէ, ճիշտ ասած չեմ մնացել։
Հիմա ձեր նկատմամբ կազմենք վարչական արձանագրություն անվտանգության ամրագոտիները չամրակապելու համար, որից հետո դուք շարունակեք երթևեկությունը։ Բարի։ Ամրակապվեցին տուգանվելուց խուսափելու համար, թե սեփական անվտանգության նկատառումով դժվար է ասել, տեսախցիկի առջև ոչ բոլորն են անկեղծ։ Նայեք, տարբեր Εμրոս սոցիալական տարբեր շերտերի վրա գտնվող տարբեր նախասիրությունների տեր մարդիկ ղեկին նստեցին ամրակապված են։ Պարոն Մարկարյան, ես նկատեցի, որ դուք ամրակապված եք անվտանգության ամրագոտիներով ու երթևեկում եք։ Այո։ Ինչու եք ամրակապել, դա պարտադրանք էր, թե ամրակապել եք ձեր անվտանգության համար։ Ամրակապել ենք անվտանգության համար։ Իսկ մինչև այդ քանի դեռ պարտադրանք չէր։ Պարտադրանքը չենք օգտագործում, հիմա անպայման օգտագործում։ Իրավունք ունեն արդյոք ոստիկաններն առանց ամրակապվելու երթևեկել։ Հարցը այս օրերին ամենից շատ հուզողներից է, ընդունված կարգից նյարդայնացած վարորդների համար։ Թույլատրում է չամրակապվել մինչև 12 տարեկան երեխաներին, հատուկ հարմարեցված նստարանի առկայության դեպքում եւ թափքի գունագրաֆիկ սխեմաներով ներկված հատուկ լուսային ձայնային ազդանշաններ արձակող օպերատիվ ծառայական ավտոմեքենաների վարորդներին եւ ուղևորներին։ Վարորդներն իրենց բողոքն ու անհանգստությունը վստահում են իրենց շահերի պաշտպաններին։ Վերջինները ի զարմանս վարորդների այս անգամ նրանց շահերը պաշտպանում են կառավարության հետ ձեռք-ձեռքի տված։ Ռազմավարությունը վաղուց անհրաժեշտություն էր վարորդների գիտելիքների ցածր մակարդակից այս անգամ խիստ հիասթափված էր նրանց շահերի պաշտպան Աքիլեսը։ Մեր թե հեռախոսագծին գալիս են այնպիսի զանգեր, որ ուղղակի զարմանում ես, ասում ես, այս մարդիկ, ով որ զանգում են այդ վարորդները, արդյոք բացել են գիրքը, երթևեկության կանոնները բացել են, գոնե կարդացել են, թե չէ։ Ինչ կտա կոնկրետ միջոցառման այս փուլը ճանապարհային ոստիկանության պետը համեմատում է մեր եւ Բելգիայի փորձը։ Փորձը ցույց է տվել, ուսումնասիրությունները ցույց են տվել այն երկրներում, որտեղ կա այդ կուլտուրան, վարորդները վարում են ամրակապված վիճակում, անվտանգության ամրագոտիներով, մահացության աշճանը գրեթե կեսն է համեմատած մեր երկրի հետ։ Երբևէ խնդրին այսպիսի հետևողական մոտեցում չէր եղել։ Կառավարության ռազմավարության գործողությունների ընթացքին հավատարիմ հասարակական կազմակերպությունները ուզում են հավատալ, որ ոստիկանները գործի կեսից չեն կանգնելու։ Ցավալի կլներ, եթե ոստիկանությունը չշարունակեր օրենքի կիրառումը, որտեղ եթե չշարունակվի, ինձ թվում է սա ուղղակի կանցնի։ Շուրջ 1 տարվա ընթացքում ճանապարհային ոստիկանության ուժերով կարողացանք հասնել նրան, որ փողոցներում շեղ կանգնած մեքենաներ չեք տեսնի, երկրորդ շարքում կայանած մեքենաներ չեք տեսնի։ Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդը, որ գործելու է Հայաստանի վարչապետի ղեկավարությամբ, համակարգելու է ճանապարհային անվտանգության ապահովմանն ուղղված բոլոր միջոցառումները։ Ամրագոտիները կապեցինք, որն է լինելու հաջորդ քայլը։ Ռազմավարություն կոչված այս ծրագիրը, ամբողջ ծրագիրը իր մեջ պարունակում է ճանապարհային երթևեկության վերաբերյալ ֆինանսավորումը ներառյալ, բարելավումը ճանապարհային, լուսանշանների բարելավումը, գծային նշանների վերափոխումը, ինչու՞ չէ ճանապարհային երթևեկության մասին օրենքում նոր նախագծերի ներկայացումը։ Ռազմավարությամբ հաջորդ քայլերը գործնականում թերևս ավելի ուշ կզգանք։ Կոնկրետ գործողություններին զուգահեռ դա նաև տվյալների ճշգրիտ բազայի ստեղծումն է։ Հին ու բարի ժամանակների երթևեկության կանոնների մատուցումը դպրոցներում մնում է ամենագերադասելի տարբերակը քաղաքաբնակներին քաղաքացի դարձնելու նպատակով։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Երևանում ամենաշատ պատահարներ գրանցվել են Արշակունյաց փողոտայում, ամենակիչը Նալբանդյան փողոցում։ Ահա թե ինչու տարեսկզբից այդ փողոտայում անվտանգության միջնապատ կառուցվեց։ Անկախ ամեն ինչից կարգազանց վարորդների թիվը չի պակասի, եթե շարունակվի վարորդական իրավունքի շռայլորեն բաշխումը։ Երկրում կարգուկանոնը սկսվում է ճանապարհներից։ Անզեն աչքով տեսանելի է, որ Երևանյան երթևեկը կարգավորելու համար դեռ ավտոկայանատեղեր, երթուղայինների փոխարեն քաղաքային ավտոբուսներ, քաղաքում ապրող քաղաքացիներ, գծանշումներ ու ճանապարհային կահավորանք է հարկավոր։ Հայաստանցի վարորդների 10%-ն է միայն ապահովագրել իր մեքենան, այն էլ շատ հաճախ ձեռքբերման վայրի պարտադրանքով։ Թե ինչի համար է ավտոմեքենաների պարտադիր ապահովագրությունը, հասկացել եւ կիրառում են արդեն նաեւ մեր հարևան երկրներում։ Որևէ պատահարից ցավոք չապահովագրված վարորդներին փորձելու են իրազեկել նրանց շահերի պաշտպան հասարակական կազմակերպությունները։